Ողջույն բոլորին, այսօր մի հատ գժական վիդեո է լինելու, ես ուզում եմ կտրեմ իմ չոլկան ձեր ներկայությամբ, միասին կկտրենք, ես վերջերս տուտորիալ տեսա, թե ոնց է ռուս մասնագետը բացատրում, թե ոնց կարելի է կտրել, հիմա ես ինքս ուզում եմ փորձել կտրել իմ մազերը, իմ չոլկեն, բայց ասեմ ինչ եմ որոշել հենց այսօր անել, այսօր հիմա գնալ եմ ատամնաբուժարան, այնտեղ Վարշավերանոց կա, որ հանկարծ սխալ բան արածել եմ, գտամ Վարշավիրը կուղի, իսկ հիմա իրար հետ գնացինք մազերս կտրտելու, հա իդեպ ասեմ, որ փոքր ժամանակ մազերս կտրել եմ, չոլկես էլի, իմ առաջին փորձը չի, այսքան էի կտրել ու բանա, որ հետո տեսա շատ ծուռմռտի կա, որոշեցի կարճացնեմ, հասցրեցի մինչև այստեղի ու բանա, մաման որ եկավ, սենց է քայլում, թող կարծեմ 4 տարեկան եմ եղել, լավ եմ հիշում, ես մեկ էլ լավ հիշում, թե ոնց մաման ինձ դրա համար ծեծեց, դրա համար լավ եմ հիշում, լավ եկեք չի երկարացամ իմ պատմություններով, գնացինք, ուրեմն մեզ ինչա պետք գալու, սենց մազակալներ ու մազերը փակցնելու համար, անպայման այսպիսի սաներ, եթե ունեք ավելի նոսր, բարակ մազիկներ, ատամիկներով ու իրար ավելի մոտ ընտիր կլինի, ես չունեմ, չկար տանը, ջուր ու մկրատ, պարտադիր ու մեկ էլ ինչ-որ մի բան, որ մազերը կտրելուց թափվի վրան, ես այստեղ սենց կտոր ունեմ, կարող է լինի նաև թուղթ կամ պոլիէթիլենային տոպրակ, լավ եկեք գնացինք, ուրեմն պետք է առաջին հերթին գտնենք մեր գլխի վրա, սենց մի հատ փոսիկ, այս դեմի հատվածը, այդտեղից սկսում է մեր չոլկան, իմը այստեղ է գտնվում, այստեղ է, որ սենց շոշափում եք, այդ փոսիկը երևում է, այդ փոսիկի, հա, չէ, սխալ եմ ասում, ուրեմն մազաբաժանում ենք անում, այսենց մեջտեղից ուղիղ մազաբաժանում, հիմա գտնում ենք փոսիկը, հեսեր, այսի իմ փոսիկն է, փոսիկից վերցնում ենք, այսենց տանում ենք մինչև այս հատվածի վրա, ուրա, պետք է ունենանք սենց կլոր գնդի նման մի տեղ, իջացնում ենք դեպի այդ տեղ, ստացվում է սենց, սկան քիչ, հենց սպասեք, ուր այդ գունդը, հես այդ գունդը, հա ճիշտ եմ հարել, դու ավելորդ էիր, ճիշտ է լինում, այս մազերը ինձ սպանում են, սրանք թափված նորից աճած մազեր են, լավ, եկեք եզրակացնենք, որ այդտեղից է, չէ, սրանք չեն գալիս, ուֆ, սկում եմ, որ մի բան ավիրելու եմ, պետե, նստեղից, իշնում ենք էդ, սկողմա արագ եղավ, հիմա պետք է համատենք, տեսնենք իրենք հավասարը չափ են իրար, թե չէ, չէ, գիտեք ինչի չէ, որովհետև նախ այստեղ չէ, այսի հետ է գնում, ստեղ էլ չի լինում, որտեղ այս մազիկներն են, տեսեք, որոնք որ անցյալ տարի թափվել են ու նոր աճում են, դրա համար բենց իդեալական չի լինում, բայց, հիմա, սաները թրջում ենք կամ մազերն ենք թրջում արմատից, այսինքն սաներ թրջում ենք, սկսում ենք սանրելը, բայց տենց շատ երկար է տևում, դրա համար մի անգամից մազափունջը թրջել ավելի արագ է ստացվում, աշխատեք արմատներն էլ թացացնել, հիմա, այս մեր մազերն է, դիմացի հատվածից, ընձում ենք են մեջ տեղի մազը, դրանով մենք արինտիրովկա ենք լինելու, այսինքն դրա հիմա վրա է կտրվում մեր ամբողջ չոլկեն, այսա, մեջ տեղի իմ մազը, սրան գնում են մի կողմ, մի կողմ,
Հիմա որոշում ենք, թե որտեղից պետք է կտրենք մեր չոլկան։ Ես օրինակ ուզում եմ, որ իմ չոլկան լինի այստեղից, չէ, օրինակ, թե ուզում եմ այստեղից, չէ, այստեղից։ Ուրեմն պետք է հաշվի առնեմ, որ 2 սանտիմետր պետք է ներքև կտրեմ, որտեղ ֆենելուց չորացնելուց ինքը բարձրանալու է վերև։ Դրա համար ես կկտրեմ այստեղից, շրթունքից վերևից։ Վերջ, կտրեցինք։ Հիմա այս պետք է կապցնել։ Վերցնում ենք այս մյուս մազափունջը, աշխատում ենք այդ ընթացքում, եթե մազերը չորանում են, նորից թրջել։ Էպես։ Այսպես վերցնում ենք ամենաանկյունի, այս անկյունի մազը, տեսանք, պետք է բերենք, տեսնենք մի խոմ, որ չխառնվի։ Այ, ես ինչ արեցի։ Ինքան դժվար է ասելը համել գործողությունն անելը։ Ահա, տեսեք, այս անկյունի մազերը պետք է բերել ու համեմատել իրար։ Ոյ, շատ մազ եկավ։ Որտեղ որ իրար կպան, այդտեղից կտրում ենք։ Լավ է։ Հիմա նայեք ինչ ենք անում։ Հիմա այս մեկը մեզ պետք չի, առանց տանում ենք մի կողմ։ Դրանք մի կողմ։ Վերցնում ենք այս մազափունջը։ Հիմա ամենաբարդ պահն է գալիս, ամենապատասխանատուն։ Վերցնում ենք սաները։ Ես երևի մի հատ թրջեմ, հա։ Սանրելիս սենց չի կարելի սանդել, որտեղ մենք արմատը բարձրացնում ենք, մենք պետք է այսենց իջացնենք ներքև, այսենց իջացնում ենք ներքև, այսենց պահում ենք, տեսնում ենք որտեղ է մեր, ճիշտ եմ ասում ես ժողովուրդ, այս մազած կորցրեցի, այ դուր ես գնում, հիմա այս մեջտեղի մազը կորցրել եմ, վայ, Հիմա պետք է սանրենք սա, այսենց, ուսենց կտրենք, այսինքն որտեղ որ վերջացել էր սա չէ, այսենց, այսենց թեքությամբ կտրում ենք, այսենց, տեսի այս մասը արդեն իմ կտրած այս մեջտեղինն է, այս էլ արդեն այս կողքինն է, դրանք լավ հավասարացնում ենք, լավ թեքում ենք, գտնում ենք ուրա ու թեքում ենք, կորցրեցի այդ մազելի, ինքան պուջուրը կտրեցի, որ հիմա իրան կորցրել եմ, Եսուր ինստրուկցիայով չոլկա կտրելնուր, իրոք, բայց դե ուզում էքսպերիմենտի համար փորձեմ, սիրտս կկանգնի, որ չփորձեմ, կթայքես, չկորես, վայ կտրեցի, Նատել ենք սանրում, տեսնում ենք, որ ընտիր է, այսենց իջնում է, շատ լավ է, էտեսի էր լավ, մնաց են մեկն էլ լավ լինի, թրջում ենք, Ես դեպ ասեմ ընդհանրապես վախ չունեմ, որ կարող վատ կտրեմ, որտեվ ես գիտեմ, որ եթե ես չկարանամ ուղղամ, կարամ գնամ մասնագետ ուղղի, ու դեպ ես չեմ ուզում սրանով ձեզ ասեմ, որ դուք էլ գնաք ձեր չոլկեն կտրեք տանը, ես ուղղակի հավես վիդեոյի համար եմ անում։
Այսինքն ես ձեզ չեմ խրախուսում, որ դուք գնաք, ձեր չոլկեն կտրեք։ Այդպես։ Իջացնում եմ ներքև, պետք է գտնեմ, այդտեղից դժվար է գտնելը։ Ահա, գտա։ Ասաննեք ջան, հավասար լինի, այով չի։ Վերջ։ Момент истины։ Պետք է տեսնենք իրար հավասար են, թե չէ։ Այսինց ենք անում։ Վերցնում ենք այս կողմը, ահա, իր այդ հավասար վերջանում է։ Այս կողմը հավասար վերջացավ, այս կողմը հավասար վերջացավ։ Всё, ես չոլկես փաստորեն ճիշտ եմ կտրել։ Թեորիա, այսինքն թեորեմում։ Հիմա պետք է սա ֆենեմ։ Հիմա գնում ենք միասին մեր լոգարան կամ միջանցք ու այնտեղ ֆենում ենք, որտեղ Լեոնը ստեղ քնած է։ Ու ֆենում ենք, տեսնում ենք ինչ է ստացվել արդյունքում։ Ես վախենում եմ արդեն։ Գնացինք։ Եկանք լոգարան։ Ուրեմն մեզ պետք է այսպես մեծ սաներ, խոշոր գլխիկով ոչ թե մանրների։ Այստեղ որտեղ փոքրեր ունեմ, եկեք համեմատենք։ Տեսեք, այս ավելի մանր է, այս ավելի խոշոր է։ Պետք է չոլկան ֆենել խոշորով։ Այդպես է ասում այդ վիդեոյի վարպետը։ Ես այս գլխիկի հատվածը սենց եմ անում, ինձ սենց ընդհանրապես հարմար չի աշխատել, ամեն մարդ սովորել է ոնց որ անում է։ Հիմա գնացինք մեր մազերը ֆենելու։ Ասեմ, որ ինձ շատ է դուր գալիս էֆեկտը, ընտիր է եղել, նայեք, ուրեմն սենց լինում է, ֆենում եմ ու ինքը սենց թեքում է, դուք այդ ընթացքում ոնց իրան թեքեք, կթեքվի ինքը, եթե մեջտեղից եք ուզում, շատ իդեալական եք սիրուն, սենց գնում է, կամ եթե ուզում եք ոսկի կեսը տանել, կեսն է գնում, կամ ընդհանուր է, չգիտեմ, սիրուն է, ինձ շատ դուր է գալիս, ես անգամ չգիտեմ, որ մի տարբերակով կարելի է կիրառել, բայց ես կտրել եմ, որ սենց օգտագործեմ, որտեղ ես այս հատվածերին չորետնուց անկապ երևույթ ունեմ, որը թույլ չի տալի մազերս միշտ կողքի լինեն, տեսնենք դեռ ոնց կանեմ, տենց, ես մի խոսքով գոհ եմ, ես իմ չոլկից գոհ եմ, ես իմ ոսկի ձեռքերից եմ գա, տենց, վերջ ընկերներ ջան, այստեղ կավարտենք մեր այսօրվա վիդեոն, եթե հավանեցիք անպայման դրեք լայք, գրեք մեկնաբանություններ ունեք չոլկա, հավանեցիք այս չոլկեն, երբևէ կտրել եք տանը չոլկա ու կարող բաժանորդագրվեք նաև իմ ալիքին, ստեղ հետաքրքիր բաներ շատ են տեղի ունենում, դե ինչ կհանդիպենք